Պատկերացրեք մի ամբողջ կահուտ, որը պարզապես գոլոշիացավ աշխարհի երեսից։ 1590 թվականին նոր աշխարհի Ռոանոկ կղզու անգլիական առաջին գահութը վերածվեց պատմության ամենասարսափելի եւ առեղծվածային գաղտնիքի։ 3 երկար տարիներ անց, երբ անգլիական նավերը վերադարձան, նրանց դիմավորեց ոչ թե ուրախ ամբոխը, այլ աներևակայելի եւ ճնշող լռությունը։ 115 մարդ, կանայք եւ երեխաներ անհետացել էին առանց մի կաթիլ, արյան կամ պայքարի որևէ հետքի։ Տնակները լքված էին, իսկ իրերը ցրված հողին, կարծես մարդիկ հեռացել էին շատ շտապ։ Շուտով նրանք գտան միակ հուշումը՝ փայտե սյան վրա փորագրված անհասկանալի Քրոաթոն բառը։ Այն կարող էր լինել մոտակա կղզու անունը կամ գուցե ինչ-որ հնագույն անեծք։ Արդյոք նրանք միացան տեղաբնիկ ցեղերին, թե դարձան անտեսանելի հրեշի զոհը, մինչ օրս ոչ ոք չգիտի։ Այդ օրվանից Քրոաթոն բառը դարձավ անորոշության եւ կորստի սիմվոլ, հիշեցնելով, որ բնության ամենամութ անկյունները երբեմն կարող են կուլ տալ մի ամբողջ քաղաքակրթություն։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ եւ ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։